Տիկին Հովհաննիսյան, նախ խնդրում եմ մանրամասնել այսօրվա ակցիան, թեպետ հայտարարություն տարածել եք, բայց այնուամենայնիվ գլխավոր նպատակ այսօր որն է եւ արդյոք հանդիպում պահանջելու եք գլխավոր դատախազի հետ։ Շնորհակալ եմ, ոնց եւ նշվել էր մեր հարթակներում, այսօր խաղաղ ակցիա են կազմակերպել ի աջակցություն դպրոցական Դավիթի, որը ունի բազմաթիվ առողջական խնդիրներ, զրկված է իր կրթություն ստանալու իրավունքից եւ մենք սրտացավ քաղաքացիներով այստեղ են գտնվում, որպեսզի Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ներկայացնենք մեր խնդրանք պահանջը։ Ազատ արձակել Դավիթ Մինասյանին կամ գոնե սահմանել համաչափ ինչ-որ պատժամիջոց, պայմանական ասենք տնային կալանք, եւ այո, պահանջում եւ խնդրում ենք, որպեսզի տիկին Վարդապետյանը իջնի ներքև եւ զրուցի մեզ հետ եւ լսի մեզ։ Այո, տեղում է, մենք ոստիկանների միջոցով փոխանցեցինք մեր խնդրանքը, այս պահի դրությամբ մեզ հայտնեցին, որ կարող են մեզ երկու մարդ ուղեկցել ներս, որպեսզի գրավոր նամակը հանձնենք, ինչ-որ բաժնի պետի, անկեղծ չեմ հիշում, բայց դա մեզ համար բավարար չի, մենք ոչ թե ցանկություն ունենք ուղղակի մտնենք շենքի ներս, այլ մենք ցանկություն ունենք հանդիպելու տիկին Վարդապետյանի հետ կամ գոնե իրենից մի փոքր ավելի ցածր։ Բովանդակությունը ինչ եք շարադրել։ Շարադրած է այն ամենը, ես կկարդամ հիմա ձեզ համար, եթե կարիք կա, բայց հստակ նշված է երկու պահանջ, որը ես արդեն բարձրացրեցի։ Տիկին Հովհաննիսյան, մինչև նամակի ընթերցումը նախ դուք ակնկալում եք, որ որևէ բան կփոխվի Դավիթ Մինասյանի խափանման միջոցի մեջ եւ նախորդիվ Դավիթի ընկերները, նրանց ծնողները այստեղ երկու անգամ ակցիա իրականացրեցին, ստորագրահավաք իրականացրեցին, դիմում փոխանցեցին եւ արձագանք չկա։ Գիտեք, ես այն հայերից եմ, այն հայրենատեր հայերից եմ, որը փորձում է անել այնինչ հնարավոր է անել։ Ակնկալիքներ մի քիչ բարդ է ասել, չեմ կարող ասել ինչպիսի պատասխաններ կունենանք, բայց ես երբեք չեմ նայում, թե ով ինչ է կազմակերպել։ Ես փորձում եմ իմ ուժերի չափ կազմակերպել այն, ինչ կարողանում եմ, իդեպ սա իմ կյանքի առաջի ակցիան է, ես նման բաներով երբեք չեմ զբաղվել, բայց որպես մարդ, ով բազմաթիվ երեխաների է օգնել եւ մասնակցել է պատերազմի ու տեսել է բազմաթիվ երիտասարդների զոհվելը, չեմ կարող անտարբեր մնալ։ Տեսեք, դուք կարծում եք, որ պատիժը անհամաչափ է ոչ միայն այն պատճառով, որ առողջական լուրջ խնդիրներ ունի 18-ամյա Դավիթը, թե այնուամենայնիվ կատարված արարքն էլ, չի բխեցնում այս կալանքին։ Նայած դուք արարք ինչ նկատի ունեք, նայեք, ես իրավաբան չեմ կարող իրավաբանորեն ձեզ պատասխանել, բայց որպես մարդ նայել եմ տեսանյութը եւ տեսել եմ ինչա եղել, այսինքն, երբ որ դու կանգնած ես եկեղեցում, երբ որ դու աղոթք ես անում եւ քեզ հրում են այս կողմ կամ այն կողմ, անչափահասության տարիքը նոր հատած երիտասարդ կարա, չգիտեմ, նեղվի դրանից, զգայուն է, այո, եւ ես չեմ ուզում շեշտը դնել միայն ու միայն հիվանդության վրա, որովհետեւ դա ճիշտ չի, բայց ես խնդրում եւ պահանջում եմ, որպեսզի դա պարտադիր հաշվի առնվի, որովհետեւ եթե Դավիթին կալանավորեն ու Աստված չանի Դավիթի հետ մի բան լինի, այս ամենը բոլորի խղճի վրա է լինի։